Տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմանավերը վտանգի տակ են, այս մասին հայտնում է Reuters-ը, նշելով, որ Թեհրանը մոտ է չինական գերձայնային հականավային թևավոր հրթիռների գնման գործարքի ավարտին։ Ռազմական փորձագետները նշում են, որ այս զինատեսակները վտանգավոր են դառնում մակերեսային թիրախների, այդ թվում Պարսից և Օմանի ծոցերում գործող ամերիկյան ավիակիրների և ականակիրների համար։ Միացյալ Նահանգների զինված ուժերը ևս հետ չեն մնում և սկսում են մեծացնել ներկայությունը Իրանի մերձակայքում։ Այս մասին գրել է The Washington Post-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին։ Ըստ լրատվամիջոցի, ավելի քան 150 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազաներ այն բանից հետո, երբ փետրվարի 17-ին Ժնևում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցության ինչ փուլում է գտնվում ԱՄՆ-Իրան հարաբերությունը, իրանագետ Էդվարդ Բերոջանյանը նկատում է. Ամեն դեպքում կողմերը հասկանալով պատերազմի այդ գինը փորձում են ինչ-որ կերպ նաև բանակցային սեղանին հարցեր լուծել, բայց ամեն դեպքում այս ընդհանուր հայտարարի գալը շատ բարդ է, հատկապես քանի որ ԱՄՆ-ն փորձում է ճնշման միջոցով հասնել իր ուզածին եւ չի գնում զիջումների, Իրանը նույնպես չի պատրաստվում զիջել այնքան, ինչքան որ ԱՄՆ-ն է ուզում, այդ իսկ պատճառով այս երկու փուլ արդեն բանակցություն ենք ունեցել Օմանի միջնորդությամբ որպես կանոն, բայց շոշափելի արդյունք դեռևս չկա եւ չնայած նշվում է, որ ինչ-որ դրական տեղաշարժեր եղել է, բայց ամեն դեպքում դա այնքան մեծ դրական արդյունք չէ, որ ինչ-որ համաձայնություն կնքվի եւ դա դրանով պայմանավորված նաեւ տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն նոր ուժեր է տեղակայում եւ ըստ էության, եթե ԱՄՆ-ի ուզած պայմաններով բանակցային սեղանում համաձայնության չգան, ապա պատերազմի հավանականությունը կամ տեղային հարվածներ հասցնելու հավանականությունը շատ մեծ է եւ դեռևս այդ հավանականությունը մնում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով կոնգրեսում ընդգծել է, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք։ Միաժամանակ մտահոգություն է հայտնել Թեհրանի հեռահար հրթիռային ծրագրի զարգացման կապակցությամբ։ Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց մենք դեռ չենք լսել այն ամենակարևոր արտահայտությունը, մենք երբեք չենք ունենա միջուկային զենք։ Ես նախընտրում եմ այս հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն մեկ բան բացարձակապես պարզ է։ Ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհի գլխավոր ահաբեկչության հովանավորը Իրանը տիրի միջուկային զենքի, սա անընդունելի է։ Ինչ ելք է պատկերացնում իրանագետն այս սցենարում։ Ինչպես նշեցի, կա երկու սցենար հավանական, դա բնականաբար այդ երկու սցենարով են առաջնորդվում, մեկը բանակցությունների ընթացքում ինչ-որ պայմանավորվածություն հասնելու, բայց ելի եմ կրկնում, որ վերջին տարիները վկայում են, որ կողմերը ամեն դեպքում չեն կարողանում պայմանավորվել եւ առաջին հերթին պայմանավորված է թե ԱՄՆ-ի ուժի կիրառման այդ ցուցադրման եւ բաժանմիջոցների սահմանն, ինչպես նաեւ մաքսիմալիստական այս մոտեցումով, իսկ Իրանի կողմից զիջումներ չգնալու այս հմտությունը պակասում է եւ ըստ էության կողմերը բանակցությունները տանում են դեպի փակուղի։ Եթե հանկարծ լինի ռազմական բախումներ, ըստ էության շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ելք կունենա, բայց ամեն դեպքում ԱՄՆ-ն ունենալով առաջադեմ եւ շատ ուժեղ օդուժ հնարավոր է եւ կարողանա ծանր հարվածներ հասցնել Իրանին եւ դա տեսել ենք նաեւ նախորդ տարի 12-օրյա պատերազմի ժամանակ, բայց դրանից հետո իրանական կողմը եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք բարեփոխում են իրենց ուժերը եւ նոր կործանիչներ են գնել Ռուսաստանից, նաեւ ինչպես նշեցիք, Չինաստանի հետ ունեն ռազմատեխնիկական համագործակցություն, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դեռ այնքան չի զարգացել Իրանի օդուժը, որ կարողանա պատշաճ հարված հասցնել ԱՄՆ օդուժին եւ նաեւ արդեն ԱՄՆ-ի հետ համագործակցող Իսրայելին։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Թեհրան խորհրդանշական էր։ Ինչ հնարավորություններ կբացի այցը եւ ինչ ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի, փորձագետը ընդգծում է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի այցը Իրան ըստ էության պատասխան այց էր Իրանի պաշտպանության նախարարի, որը այցելել էր Հայաստան։ Եվ կողմերը, քանի որ մենք այս փոխայցերը բարբերաբար ունենում ենք, սա կարելի է գնահատել եւ հենց այդպես էլ կա հերթական այցներ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Մենք անցած տարի նաև տեսանք, որ Իրանի նախագահը նույնպես այցելեց Հայաստան, եւ քանի որ Հայաստանը եւ Իրանը ունեն շատ սերտ հարաբերություններ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե նույնիսկ անվտանգային առումով, կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը առաջնային է եւ հենց Սուրեն Պապիկյանի այցը սրա վկայությունն է, նաեւ հետաքրքիր է այն առումով, որ այցը տեղ է ունենում լարված իրավիճակում եւ կարծում եմ, որ նաեւ խնդրահարույց եւ զգայուն թեմաների մասին նույնպես խոսվել է, մասնավորապես Հայաստան ԱՄՆ համագործակցության եւ դրանից բխող Իրանի համար խնդրահարույց եւ ինչու ոչ նաեւ անվտանգային տեսանկյունից իրենց համար պրոբլեմատիկ խնդիրների մասին, բայց հայկական կողմը բազմիցս նշել է, որ ցանկացած այլ համագործակցություն Հայաստան արևմուտք չի ուղղվելու Իրանի դեմ եւ մենք տեսել ենք, որ նախկինում էլ երբ որ պայմանավորվածություններ է եղել արևմուտքի հետ, դրան հաջորդել է նաեւ այցեր Թեհրան եւ կարծում եմ, որ հայկական կողմը կարողանում է վստահեցնել եւ ցույց տալ, որ իրենց Հայաստանի ցանկությունները Իրանի նկատմամբ իրական են եւ այդ համագործակցությունը իրոք Հայաստանի համար կարեւոր է։ Ինչ վերաբերում է ռազմավարական համագործակցության մակարդակի հասցնելուն, ապա սրա մասին վերջին տարիներին նույնպես խոսվել է, նաև նախորդ նախագահի կառավարման օրոք նույնպես խոսվում էր, որ հնարավոր է Հայաստան-Իրան հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի եւ այս փաստաթղթի ստորագրման հայտարարությունը, որ նշում է, որ հնարավոր է նույնիսկ մայիսին տեղի ունենա, կարծում եմ, որ իրական է, բայց քանի որ ես չեմ տիրապետում, թե ինչ փուլում է գտնվում այդ փաստաթղթի մշակումը, կարող է հետաձգվել, բայց ամեն դեպքում սա նոր բան չէր եւ դրա մասին խոսվել էր նախկինում էլ։